Մեր կալանավորված սրբազանների մասով ԵԽԽՎ տարաբնույթ մեկնաբանված զեկույցի առնչությամբ մի քանի նկատառում, որոնց հիմքում այդ կառույցի հետ երկար տարիներ մոտիկից շփվելու իմ անձնական փորձառությունն է։ 25 տարի Հայաստանը ստանում է զեկույցներ ու բանաձևեր պարտավորությունների կատարման, Ղարաբաղյան հակամարտության, մարդու իրավունքների, մարտի 1-ի օրենսդրական բարեփոխումների ու այլ թեմաներով։ Ինչ արժեք ունեն Ստրասբուրգյան փաստաթղթերը ու ինչ տեղի կունենա, եթե պետությունը դրանց մատների արանքով նայի, պարզ ասած առհամարի, անտեսի։ Ոչինչ տեղի չի ունենա, եթե կետ 1 դու ինքնաբավ պետություն ես եւ կետ 2 դու օտարված պետություն ես, այն որ օտար բառով անվանում են իզգոյ։ Հայաստանը ոչ առաջինն է, ոչ երկրորդը։ Նախ մեկ օրինակով պատմում, թե ինչ արժեք ու բարոյական հենք ունեն ԵԽԽՎ թղթերը։ Արցախի ազատագրական շարժման սկզբում, երբ պատերազմը դեռ լայնորեն չէր ծավալվել, բրիտանացի խորհրդարանականներ էին այցելել Արցախ, բարոնուհի Քոքսը, Դեվիդ Ատկինսոնը, արցախցի իմ ավագ գործընկեր, վաստակաշատ գործիչ, այժմ լուսահոգի Վարդգես Բաղարյանը 92-ին Մարտակերտի շրջանում զրուցել էր Ատկինսոնի հետ ու առաջարկում լսեք նրա ռեպորտաժի այդ հատվածը։ Այն ինչ տեսա այստեղ, ասաց Դեվիդ Ատկինսոնը, վեր էր իմ պատկերացումներից։ Այստեղ իսկական պատերազմ է, որը ամեն օր խլում է մարդկային բազմաթիվ կյանքեր։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն է սանձազերծել այդ պատերազմը եւ մինչեւ չդադարեցնի այն, Եվրոպայի խորհուրդը նրան չի ընդունի իր կազմի մեջ։ Հիացմունքով արտահայտելով Շուշիի եւ Ղազանչեցոց եկեղեցու մասին, պարոն Ատկինսոնը նշեց, որ ադրբեջանցի ելուզակները բացել են քրիստոնեական եկեղեցին, այն վերածելով զինապահեստի։ Դա խիստ դատապարտելի փաստ է եւ ես անպայման այդ մասին կպատմեմ իմ գործընկերներին։ Ես գտնում եմ, ասաց Դեվիդ Ատկինսոնը, որ ղարաբաղցիները իրավունք ունեն ինքնուրույն տնօրինելու իրենց ճակատագիրը, կերտելու իրենց ապագան։ Անցան տարիներ այդքան էլ շատ չէ, ընդամենը 13 տարի։ 2005-ին Ստրասբուրգում Արցախյան թեմայով զեկույց պիտի լսվեր, զեկուցողն էլ Թերի Դեվիսն էր։ Իդեպ նյութը պատրաստելիս նա այցելել էր Արցախ, Շուշիում հանդիպել էր Ադրբեջանից փրկված հայ փախստականների հետ, արտասվել ու իր արտասուքով դիպել հայության նուրբ լարերին։ Քանի որ Թերի Դեվիսը այդ պահին արդեն ընտրվել էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղար, նրա պատրաստած զեկույցի մատուցումը արագորեն ոտքի վրա պատվիրակվեց մեկ այլ պատգամավորի, այն նույն Դեվիդ Ատկինսոնին։ Նա կարող էր հրաժարվել կամ հետաձգել, փաստահավաք ինչ-որ առաքելություն հայցել, բայց առանց խղճի խայթի ու էական փոփոխությունների կարդաց Դեվիսի խայտառակ զեկույցից։ Դա խայտառակ էր, որովհետև հայկական կողմի գնահատմամբ ներկայացված փոխզիջումները չափազանց միակողմանի էին, ի վնաս մեզ։ Արցախի կարգավիճակի նկարագրումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, հայկական պատմամշակութային ժառանգության ու ինքնության չարժևորումը եւ այլն։ Ինչ է ստացվում։ Ատկինսոնն ու Դեվիսը երկուսն էլ տեսել էին Արցախի ցավը, ապրումակցել էին, բայց նրանցից ցակեց մի անողնաշար փաստաթուղթ։ Արդար լինելու համար ասեմ, որ զեկույցը ներկայացնելիս Ատկինսոնը վերհիշեց այցը Արցախ ու ասաց, որ երբեք չի մոռանա Ստեփանակերտի ադրբեջանական հրետակոծությունները։ Նիստից հետո ես հարցազրույց խնդրեցի Թերի Դեվիսի հետ ու մինչև օրս փոշմանած եմ։ Ինչ արժեքներ, ինչ մարդու իրավունքներ, ինչ Շուշի, ինչ հուզվել արտասվել։ Իմ զրուցակիցը ամբողջությամբ բալանսներ պահելու վրա աշխատող, բացառապես ցինիկ մի եվրոբյուրոկրատ էր։ Միակ մխիթարությունս, որ գոնե հարցերի տեսքով մտքից եկածը ասեցի, օրինակ, որ եթե չլինեին 70-ականների անկախական շարժումները ազատագրական, աշխարհում կլինեին միայն գաղութներ ու մետրոպոլյաներ, որոնցից մեկն նրա հայրենիք Անգլիան եւ այլն։ Շուշի Թերի Դեվիսի այցի ու նրա թաց աչքերի կադրը պահպանվել է կա Արցախի հեռուստատեսության արխիվում։ Իսկ հարցին, թե ինչպես պետք է վերաբերվել ԵԽԽՎ բանաձևերին, իմ պատասխանն է ոչ նյարդային։ Դրանք գործնական արժեք չունեն ոչ իշխանության համար, ոչ ընդդիմության։ Եվրախորհուրդը եվրոպական տան մի մասն է, նախասենյակը։ Նրա բանաձևերը մեծապես արտացոլում են հավաքական Եվրոպայի վերաբերմունքը տվյալ երկրի իշխանության նկատմամբ։ Ստրասբուրգում կարող են չլսել աղաղակը եւ տեսնել անտեսանելին, կախված թե այդ պահին Բրյուսելին ինչն է պետք։ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ իրենց անհրաժեշտ էր դիմակայության կողմերին սաստել, իշխանությանը պարտադրեցին բարեփոխումներ, ընդդիմությանն էլ ասացին հանգիստ, գնացեք տուն, հանգստացեք, Սերժ Սարգսյանն է ընտրվել։ Ամենուհանդերձ անպայման ուզում եմ հստակեցնել իմ եզրակացությունը։ Ես համոզմունք ունեմ, որ անկախ քաղաքական կողմնորոշումից մեր հանրության մեծ մասը իր ներսում ունի կայացրած եվրոպական ապագայի ընտրություն։
Առաջինը վիզաների ազատականացման տեսքով, երկրորդը երբևէ նորմալ ժողովրդավարական Հայաստան ունենալու։ Եթե վերաֆրազավորեմ, էս է Եվրոպան, բայց դրանից լավ բան մարդկությունը դեռ չի ստեղծել կամ հնարել։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։